Աստուծո փառք ունենք այս մեծ եւ օրհնյալ առիթին համար Տերը մեզի այս առիթը շնորհեց դարձյալ գրցանք իր դաջարի մեջ հավաքվել եւ զինք պաշտել փառք ունենք այս առիթները մեզի համար թանկագին են հավատքով գուքանք գիտենք որ Տերը մեր մեջ ներկա է մեզ օրհնելու Եվ նաև մխիթարելու, քաչալերելու և զորացնելու իր խոսքի միջոցով։ Եկեք մեր վաշտամունքը սկսենք 178-րդ երգով 178-ը վերջին դունը ոտքի վրա։ Մեր փոխադարձ ընթերցանությունը բիդլա թիվ 31 քրիստոնեական ապահովություն Այս ընթերցանության վերջին դոնը միասնապար պիտի ասենք Ասված մեր ապավեն ու զորությունն է նեղություններու մեջ խիստ օգնական գտնվի Անոր համար պիտի չվախնամ Թեև երգիրը փոխվի ու լերները ձովու մեջտեղը ցկվին Թեև անորոշները փոխան մոտորին լերները տողան անոր մենալով քեդի բնակները դիվացնեն աստծո կամարը քասելու սուրբ բնակարանները Ասված անոր մեջ է անիգա պիտի չսասանի Ասված անոր պիտի օգնի արդվանց գանուխ Հետամոսները կխոսվին, կակավորությունները շարժին, բացյալը ուսայն ուրա, երկիրը մեղալին, զորած տերը մեզեդերը, կաղբուրի աստվածները կաղամենն է։ Եկեք ու տեսեք դերոջը կործերը, որ ավերումներ հրավ երկրի մեջ, բادرազմերը կթատրեցնե միջև երկրի ձայրերը, աղեղը կգոդրդե ու նիզակը կչարթե, Գարքերը գրագով գայր է Անհարդ է ձեզ և հանջեցեք, ոգեշներ հասված, հետամոսներու մեջ պիտի պարծանան, երկրի վրա պիտի պարծանան Զորած դերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեզի ապավեն է Ամեն
եկեք մեր գլուխները խոնարհեցնենք, աղոթքով այս պաշտամունքը դերոց չդանենք եւ անոր օրհնությունը խնդրենք։ Գխոնարինք քու մեծափառության դարչև, ով դեր սրտանց փառք ուտանք, որ այս օրը մեզի շնորհեցիր ուրախությամբ, երկյուղածությամբ կմոտենանք ու շնորհացքայ դարչև մեր շնորհակալությունները հայտնելու, քեզի փառք տալու, քու անունդ մեծարելու, բադվելու, քանզի արժանի ես Տեր, որովհետև դու մեզ ծախու արիր եւ Տեր մեր լեզուները, մեր մտքերը, մեր հոգիները քու փառքդ պատմելու սկսան։ Այո Տեր, մեզի պես մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած մարդիկը գենթանացուցիր եւ Տեր այս բահվան մեջ մեզի հետ միասին աշխարհի բոլոր գողմերը ամենազգե լեզվե հավաքված քեզ գբաշտեն քու անունդ կմեծարեն, որովհետև քու շնորհքդ մեծ եղավ մեր վրա։ Փառք ուտանք ով Տեր, շնորհակալ ենք խոսքիդ համար, շնորհակալ ենք Սուրբ Հոգվույն, փնագության համար, քու զավակներու կյանքերու մեջ, ան մեզ գարաշնորհ ամեն ճշմարտության մեր մտքերը գլուսավոր է, մեզ գարաշնորհ Միչ գարաշնորհ մեր արջևեն Տեր գքալե, Տեր մենք գուրախանանք, գիտենք որ ամենագարող Տեր ունինք, մեզի հետ է մեր արջևեն գերթա խորթուբոր ջամփաները շտկելու, նույնիսկ դժվարություններու եւ նեղություններու մեջ մենք քեզմով կբարձենանք եւ ուրախ ենք։ Ով Տեր կխնդրենք որ այս պաշտամունքը սկսվեն մինչև վերջ օրհնես, քու օրհնությունը թանկչի, Սուրբ Հոգին գարավարե, մեր սրտերը, մեր մտքերը, Տեր փանա, որբեսի խոսքդ միջ կլսենք, մեր սրտերու մեջ դեղ գտնե, եւ Տեր այն ճշմարտությունները զոր գուզես մեզի փոխանցել, սորվինք, եւ Տեր այսպեսով միայն լսողներ չլանք, որբես քեզի հետևորդներ, հապա նաեւ հնազանդ թողներ Մինչ խոսքդ կլսենք, գուզենք ապրիլ մեր կյանքերու մեջ յուրացնել, այս ուղղությամբ յուրաքանչյուրիս հատուկ շնորհ կնես։ Հիշե Տեր բոլոր եկեղեցիները այս քաղաքի մեջ եւ այլուր, ուր հավաքված զավակներդ քեզ կբաշտեն, քու օրհնությունդ անոնց վրայալ հանգչի եւ խոսքիդ մատակարարությունը, օրհնություն, շինություն եւ փրկության միջոցնես։ Հիշե մեր հիվանդները, բժշկես զանոնք Տեր, անուններով դու գճանչնաս բոլորը, անոնք որոնք անգոյնի գծարային, անոնք որոնք ոտքի են, բայց դգարություններ ունին, գխնդրենք որ բոլորին դու գադարել աբես փուժես եւ Տեր եւ այս բոլորի մեջ միմիայն քու անունդ փառավորվի։ Մեր հայրենիքին ալ Տեր ողորմիս այցելես մեր բոլոր ղեկավարները, զանոնք Տեր իմաստությամբ օժդես, որբեսի խաղաղության մեջ լան Եվ Տեր ապմը հողին վրա քու անունդ փառավորենք եւ մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն ավետարանի բարիլուրը փոխանցենք։ Հիսուսի անունով կխնդրենք այս բոլորը անարժանապար։ Ամեն։ Շարունակենք մեր պաշտամունքը 501-րդ երգ երգելով 501 Anchapsti, Hetzachshan, Deva Virgo.
մարդիկ ուրախանան, եկեք Աստծո միջոցով, և պարտվեք իր հետ վաստիր մեծ գործին, դեր մեծ բաները կապնայեք սորվեցուն, Հիսուս ով մեր բոլոր մեղքերը վերցուն, Իդի ավելի զարմանաքը զվայնի, հափշտակվելով օրը, երբ վերտեսնեք զին, Հարտերոտ, աշխարհս է իր ցան, Հարտերոտ, մարդիկ ուրախանան, եկեք Աստծո միջոցով որդին, և պարտվեք իր հետ վաստիր մեծ գործին։ Պիտի շարունակենք 313-րդ երգանալ երգելով, այս երգին երկրորդ տունը զանց պիտնենք, առաջին, երրորդ և չորրորդ տուները երգենք։ Ապրիլ Հիսուսի շնորհք է, խաղաղության կետ կբացել, և ողջություն կանչել բանալ, Ապրիլ Հիսուսի չեն կորնալ, օգնիներ ինձ ծառայել, գրգի քեզ խոհել, ներկայությունը միշտս կա, երբեք ես մեջը հեռանամ, ապրիլ Հիսուսի համենև, վերս կգրեմ միշտ ես օրել, եթե բարեկամ սիրս մոռնամ, կառաջնորդել չթողնամ, օգնի ավելի ծառայել, գրգի դեր քեզ խոհել, ներկայությունը միշտ կա, երբեք ես մեջը հեռանամ, ապրիլ Հիսուսի մինչև վերջ, մտնեմ իր պարքը մեծ անվերջ, տեսնեց այն կահին բրարջից, հսե ինձ որդյակ շատ ապրից, օգնի ավելի ծառայել, գրգի դեր քեզ խոհել, ներկայությունը միշտս կա, երբեք ես մեջը հեռանամ։ Երանի թե այս լա մեր սրդին փուրն փափակը, միշտ դերոց չդլանք, չհեռանանք անգե երբեք։ Առաջ որ ժամանակը հայտարարություններ ունենք, պիտի երգենք 191-րդ երգանալ, 191, Աստված հոս է մեզ օրհնելու։ Աստված հոս է մեզ օրհնելու, Սուրբ Հոգով ներկայացան, պատրաստ են ամեն տապելու, օրհնության
Ամեն։ Այս օրհնությունները նաև գդեղան, անոնք որոնք համացանցի միջոցով մեզ գլսեն, մեզ միացած են, Աստվածորդն է բոլորդ եւ իր շնորհքի մեջ բահե։ Այսօրվա մեր հատվածը բիդլա առաջին քիրք Սաղմոսացեն բոլոր համարները պիտի գարտամ։ Երանելի է մարդը, որ ամփարիշներուն խորհրդի մեջ չգալեր ու մեղավորներուն ջամփում մեջ չգենար եւ ծաղր ընողներուն նստած տեղը չնստիր։ Հաբա անոր հաճությունը Աստուծո օրենքի մեջ է եւ ծորեկ ու քիշեր անոր օրենքին վրա կբտածե։ Անիգա ճուրի ջամփաները դնգված զարիբես պիտելլա, որ իր ժամանակին իր բդուղը գուդա, ու անոր դերևը պիտի չտապի, եւ ինչ բան որ ընե պիտի հաչոյ։ Այսպես չեն ամփարիշները, հաբա մղեղի վես զորհովը գծրվե։ Այսօր համար ամփարիշները Թադաստանի մեջ պիտի չգրնան գենալ, ոչալ մեղավորները արդարներու ժողովքի մեջ։ Վասնզի դերը գջաշնա արդարներուն ջամփան, բայց ամփարիշներուն ջամփան պիտի գործվի։ Առաջին Սաղմոսացը, որ 6 համարները կփաղկանա, սակայն լեցուն է նոր գդագարանի ողջամիտ վարդապետության վրա հիմնված ճշմարտություններով եւ սորվելիք շատ դասեր կան։ Մեր նույնալ պիտի ըլլա հաջողության քաղտնիքը։ Գարտացված համարներուն լույսին տակ այս է մեր նույնը։ Հաջողության քաղտնիքը, հաջողություն։ Որքան լավ բան է հաջողությունը։ Պողոս առաքյալ Դիմոթեոսին գսե, գուզեմ ամեն բանի մեջ հաջողություն ունենաս։ Ամեն բանի մեջ, այո, խոսքին փուն իմաստով, ամեն բանի մեջ հաջողություն ունենա։ Մենք պետք է ամեն բանի մեջ հաջողություն ունենանք եւ այս ըլլալու համար շատ պետք է։ Եվ այսօրվա մեր նույնը որպես տասկ ուզեմ ներկայացնել մեր հոգևոր շինության, քաջալերության, բխիթարության
եւ զորացման համար։ Չանք ու աշխատանք կգարոդի։ Գաբեցողություն պետք է։ Հաջողություն ցերցկելու համար դրված ժամանակը գորուս չենք սեբեր։ Հաբա շա։ Երաժիշտը իր երաժշտության մեջ, իր կորձի ասպարեզի մեջ հաջողություն ցերցկելու համար ժամեր կդրամատրե։ Աշակերտներ չանք չեն խնայեր, մանավանդ անոնք, որոնք նպատակ ունին դեղը հասնելու համար, ամեն չանք գտապեն, գիշերը ցերեկին ալ գխարդեն, որպեսզի պետք եղած գիտություններ հավաքեն եւ օր մնալ լավ կորցմը ունենան։ Առանց աշխատանքի, առանց չանքի հաջողություն ցերցկել կարելի չէ։ Քրիստոնեական կյանքի մեջ ալ, եթե գուզեք հոգևոր կյանքի մեջ, հաջողություն ցերցկել գա եւ նաեւ ցախողության մեջ ապրիլ գա։ Մեր ցերկն է, որ մեկը գնդրենք։ Ով գուզե կյանքի ովևէ մեկ մարզի մեջ ցախողություն ունենա, ոչ ոք։ Ուրեմն հարցումը հետևյալն է. գուզես հոգևոր կյանքի մեջ հաջողություն ունենալ, քեզ գեհետաքրքրե այս մեկը։ Եվ եթե ուզենք գիտնալ հաջողության սահմանները, կրնանք վերնակիր մտալ Աստուծո ուզած տեղը գտնվելն է։ Անոր օրհնությունը հանգչիլն է։ Երբ հավատացյալը Աստուծո ուզած տեղը կգտնվի, ան հաջողության մեջ է վստահ։ Հոգ չէ թե ինչպեսի բարականերու մեջ կգտնվի։ Գապ չունի։ Աստուծո օրհնությունը հանգչիլ կնշանակե, որ մեկը Աստուծո ծրագիրներու մեջ բաժին ունի, անոր գամքի մեջ գկալե, այս է Աստուծո օրհնությունը։ Եվ ոչ թե նյութական բարիքներ լավ ապրիլ, այդ չէ։ Այսօր անհավատ միլիոնադերներ կան։ Ինչ պետք է ասենք անոնց համար, Աստված զիրենք օրհնած է, անշուշտ ոչ։ Եվ այս Սաղմոսացը, որ գարտացինք, մեզի կորցնական քայլերու մասին գխոսի։ Առաջին ժխտական բաժանումն է, փանեմը բաժնվիլ։ Երանելի այն մարդը, որ ամպարիշներու խորհրդի մեջ չկալեր, ամպարիշներու խորհրդի մեջ չկալեր։ Ջամփամը գծցնեոս, մեղավորներու ջամփում մեջ չգենալ։ Նոր գդագարանի մեջ հստակ կտեսնենք, մեր դերն ալ խոսեցավ երկու ջամփաներու մասին։ Երրորդ ջամփամը գոյություն չունի։ Արդարներու ջամփան, այն ջամփան զոր գնդրեն մարդիկ են, որոնք արդարությամբ կկալեն եւ արդար Աստուծո հետ կկալեն։ Նաեւ մուշ ջամփան ամփարդավաններու կամ ամփարիշներու ջամփան։ Ամփարիշտ բարը մի խորիկ թե շատ վատ վիրավորիչ բար մնե։ Ամփարիշտ մեղավոր կնշանակե։ Մեղավոր բնություն գրող կնշանակե։ Ուրեմն Աստված հստակ կնե։ Արդարը ժխտական որոշում պետք է առնե եւ մեկ ամփարիշներուն մտածելագերբին պես չմտածե։ Ինչ է ամփարիշներուն խորհուրդը, գեր ու խմե։ Ամեն բան հոսե։ Կադաստան, երգինք, ադինչ արասպել է եղեր։ Մարդը մերդել են ետքը եղեր, Աստուծո արջե պիտի գենա հաշվետվության համար։ Անիկը վախցնելու համար մեջտեղ հանեցին, որպեսզի մարդը վախով ապրի։ Եթե անիկը վախի համար մեջտեղ ելած է, Երանի այդպես լար, մարդիկ անվախ կապրին։ Այնպես որ մի հավատար այդ բաներուն։ Հոս
գեր, խմե, թիզե, աշխարը բդդե և վերջ։ Անոնց ջամփան գայենի ջամփան։ Գայենի ջամփան։ Եվ առաքյալը գսե վայ անոնց, որոնք գայենի ջամփով գերտան։ Գայենի ջամփան Աստուծո գամքին հագարագիլ է։ Ոչ քու ուսածդ, իմ ըսածս պիտի ըլլա։ Ես ինչ որ գորոշեմ, ինչ որ գմդածեմ, ինչ որ պիտի անեմ, ներկայիս և աբակայիս այդ պիտի ըլլա վերջագետ։ Թուն մեկ կողմ, քու ուսածդ չէ, այս է գայենի ջամփան։ Երկրորդ ջամփան ամփարիչներուն, մեղավորներուն ջամփան։ Անոնց մեջ կգալեն, այս ջամփան լայն ու ընդարձակ է։ Թեպի թժող դանող ջամփամն է։ Մարդիկ հավատան կամ ոչ, փեմերեն քարոզի կամ ոչ, թժող իրականություն է, Հիսուս ինք խոսեցավ։ Ճիշտ է, որ եբրայերեն Յոհաննեն փարը, որ թժող Հրեաստանի մեջ ծոր մներ, ճիշտ է ադիգա, հոն աղդոտություններ գտապեին գայրեն 24 ժամ վարած է, Հիսուս այդ վայրը արավ և օրինակ պերավ, որ հավիդենականության մեջ ալ այդպեսի վիճակ մգա։ Անոր համար գսե, որդը չմերնիր ու գրագը չմարիր։ Հոն բիդի լալ ու ագրաներ գրջդել։ Այս ջամփու մասին Հիսուս հստակ խոսեցավ, գսե Մատթեոս 7-րդ գլուխի մեջ 13-14 նեղթրնեն ներս մտեք։ Նեղթրնեն ներս մտել չէ ջանում, Աստված եթե ինձի ընդրած է, ուզեմ չուզեմ օրը պիտի մտնեմ։ Եթե այդ տեսակ բան մըլար, բադ վերջեր դար, մտեք գսե, թուն պիտի մտնես, ընդրություն է թուն գնդրես, նեղթրնեն ներս մտեք, բասնզի լայն այն թուրը ունտարցակ այն ջամփան, որ թեպի գորուստ կդանի, և շադավոր են անոնք, որ անգե գմտնեն, լեցու, շադավոր, անթիվ, մեծամասնությունն են, բասնզի նեղ է այն թուրը ու նեղված կե այն ջամփան, որ թեպի գյանք կդանի, ու քիչավոր են անոնք, որ զանիգա գկտնեն։ Եվ անմիջապես ետ կգսե 15-րդ համար, զգուշ կեցեք սուտ մարգարեներեն, որոնք ցեզի գուքան ոչխարի հանդերձներով, սակայն ներսեն հապշտակող քայլերեն։ Ինչու համար այս խոսքեն ետքը անմիջապես գսե զգուշ եղեք սուտ մարգարեներեն։ Որոնք են սուտ մարգարեները, անոնք են, որոնք գսեն, ինչպես որ բոլոր ջամփաները թեպի հրոմ կդանի, այնպես ալ բոլոր ջամփաները թեպի երկինք կդանին։ Բոլոր գրոնքները անխդիր թեպի երկինք կդանին, այնպես որ մտահոգվելու պետք չկա։ Միշտեր այդպես չէ, զգուշ եղեք գսե։ Մեկ երկու ջամփա կա։ Արդարներուն ջամփան, նեղ ջամփան և լայն ջամփան, ամփարիչներուն ջամփան։ Դարձյալ երրորդ ճշմարտություն, անոնց ըրածները չներ։ Գսե երանելի այն մարդը, որ ամփարիչներու խորհրդի մեջ չկալեր ու մեղավորներուն ջամփու մեջ չգենար։ Եվ ձաղր ընողներու նստած տեղը չնստիր։ Անոնց ըրածները, անոնց պես չվարվիր, անոնց պես չմտածեր, այլապես ինչպես հայտնի պիտի լա, հավատացյալը ոչ հավատացյալ են։ Հայտնի եղող բանը այն է, որ մեկը ամեն գիրակ եկեղեցի կհաջախե, բույսը ոչ, ովևէ կապ չունի, ովևէ կապ չունի։ Լավ է եկեղեցի երթալ, դունը նստել են լավ է, Աստծո խոսքը կլսես, բայց այդ չէ, ադի նշան չէ, ադի նշան չէ։ Պետք է հսկա դարբերություն մգա։ Ուրեմն անչատում մգա, ժխտական բաժանում մգա։ Աշուշ, եթե միայն այս համարը առնենք փարացիորեն առանց փախտadելու նոր գդագարանի ողջամիտ վարդապետության հետ, այն եզրակացության պիտի քանք, ուրեմն ես մեգուսացած լերան քակաթը առանցին ապրիմ, մեգու հետ կապ չունենամ, ոչ, այդ չէ։
այդ չէ։ Այնպես որ Տերը հստակրավ իր հետևորդներուն բադվեր տվավ ասելով քացեք ուր երթակ աշխարհի մեջ քացեք ավետարանը քարոզեցեք բարեբախտաբար աշակերտները հնազանդեցան այդ բադվերին եւ այսօր ավետարանը մեր ցերկը հասան ուրիշտեղ մգսե ցեզ գղրգեմ որպես ոչխարներ ուր քայլերու մեջ երթալգը այնպես որ եթե հավատացյալը աղ է լույս է ուր պիտի լուսավորե ուր համ պիտի դա մարդոց ինչպես պիտի հրաբուրե ուրեմն հավասարակշռությունը բահենք եւ ամեն բան իր տեղը տնենք հոս գխոսի որ չի խորհինք անոցպես մեր ծրակիրները աստվածահաճո ըլլան ոչ թե ամփարիչներու պես գեր խմե եւ քոանցիտ համար ապրիլ այնպես որ գանչված ենք թեպի մարդոց երթալու եւ աղ ու լույս ըլլալու հոգեվոր կյանքի մեջ աճելու համար արգելքներ կան այդ բաներեն պետք է բաժնվենք ինչ բանն է որ քեզ ետ կբահե աստծո մոդենալ է այն բաները որոնք քեզ քու արաքելութենետ կերացնեն պետք է ուրանաս այս կնշանակե ամփարիչներուն խորհրդի մեջ չկալեր այսինքն անոր հետ կորց չունենալ այդ բաները որոնք քեզ ետ կբահեն աստծուց պետք է դուրս հանես հերանաս անոնցմե դարձյալ ճշմարտությունը որ հոս գարտացինք աստծո օրենքի վրա կմտածի գսե հաբա անոր հաճությունը աստծո օրենքի մեջ է Եվ ծորեկ ու կիշեր անոր օրենքի վրա կմտածե որքան կարևոր է սիրելներ այս օրերու մեջ որ մարդիկ կորձիկ ունին իրենց ցերկերու մեջ որում միջոցով բիտկերնին գրմփագոձեն ժամերով հոս գլեցվի աղբերով որքան կարևոր է որ հավատացյալին խորհուրդները աստծո խոսքով լեցվի աստծո խոսքով Մաքուր խորհուրդները մաքուր գլան Թուրսեն եկած չար խորհուրդներուն գրնան հաղթել բայց հիմա քերին դարձած են իրենց ցերկը բռնած կորձիկին որովհետև հոս լեցված է գապված են չեն գրնար ցերփազատվիլ որովհետև հոս ամեն բան հոս է Գուզես եթե չես հավատար ասածիս օրը փորձե ըսե այսօր սելֆոն ըսվածը Facebook ըսվածը թիմադեդրը պիտի չի կործածը Փորձ մարը Չիղերդ խանգարվելու գսկսի շաքարունի շաքարդ կպարսանա Փորձ մարը եթե գուզես Ըսե այսօր վերջացավ իրա փորձ մա պիտեմ նայեմ ինչպես պիտի ըսկամ Մարդիկ գապված են անորամար աստուծո խոսքով պետք է մեր խորհուրդները Բաշարը լան հոն ամփարենք զինամթերքը լեցունը լա աստծո խոսքով Հիսուս որդի մարդո լալով հոս քրվածով հաղթեց մենգալ քրվածով պիտի հաղթենք երբ որ հոս լեցուն է աստծո խոսքով չարին արձակումները ինչպես պիտի դիմակրավենք եւ հաղթական դուրս գանք եթե աստծո խոսքը դեղ չունի հոս Այն միտքի մեջ, ուր աստուծո խոսքը դեղ չունի, այդ միտքը սատանային ֆաբրիկան է, հոնդեղ են գարդատրե, ինչ որ գուզես գարդատրե, այնպես որ երանի թե մենգալ, մեր հաճությունը աստուծո օրենքին վրա ըլլա։ Երկրորդ համարի մեջ ճշմարտություն մգա, որ անուրանալի է և բոլորիս պետք է Անոր հաճությունը գսե, այս պարը հաճությունը աստծո օրենքի մեջ է։ Հաճություն, հավատացյալը աստծո խոսքեն հաճույք պետք է արնե, հաճույք։ Պետք է ուրախլա, ուրախանա, կոհանա։ Ես գուշտեմ, աղբերով չեմ սպաղվիր, գուշտեմ։ Մեր հոգվույն ջաշը պետք է ուտենք։ Հիսուս չսավ մարդ միայն հացով չաբրիր ուտելիքներով,
հաբա խոսքով գաբրի։ Երբ պետք է ուտենք այս խոսքը, եթե ձեզի հարցնեմ վերջին անգամ երբ ճաշրիկ եւ ասես գարցեն 4 ամիս մանցավ 4 ամիս առաջ ճաշրերը գանակ մեկը լավ ինչու համար Աստծո խոսքը 3 ամիս առաջ համար բգարտացի կամ շաբաթը մեկ ինչու համար Աստծո խոսքով մեր հոգիները չսնուցանենք անով աճինք որտեվ Աստծո խոսքով է որ զասված կդաշնանք անոր գամքը կհասկանանք ինչ կուզեան մեզ կհասկանանք եւ նաեւ ուրիշ ճշմարտությունը հաջողության առնչությամբ բդղապեր կյանք անիգա ճուրի ջամփաները դնգված ծարի վես պիտլա որ իր ժամանակին իր բդուղը գուդա ճուրի ջամփաները դնգված ծարի վես միշտ կանանչ անոնք որոնք գիտեն քյուղերը կացած են ուր քեդեր կան մենք Հունաստան շատ կերտային քյուղը վերը քեդերուն 4 կողմ 2 կողմեր ասպես միշտ կանանչ ծարեր կային միշտ ճուրեն գարներ իր սնունդը երբ ժամանակը կա բդուղ պիտի դա եւ նաեւ հոս կդեսնենք ժամանակին գսորվիկ թե բդուղ քաղելը ժամանակ ունի մենք միշտ կցանենք սակայն ժամանակը երբ կա անպայման պիտի քաղենք որտեղ խոսքը մենք խոսքով ալ գցանենք անպայման բդուղ պիտի դա խոսքը բարաբի հետ պիտի չդառնա ինչ բան որն է պիտի աճողի գահավատանք այս ճշմարտության երբ մեկը ամփարիշներու խորհրդի մեջ չկալեր ծաղրնողներու նստած տեղը չնստիր Աստուծո խոսքեն հաճույք կառնե այդ մարդը Աստուծո գամքին համացայն կորձեր ընելով պիտի աճողի եւ ոչ թե իր ցանկությունները կոացնելու համար այո անպայման պիտի աճողի եւ գուզեմ որպես օրինակ բերել 2 անձերու մեկը հաջողեցավ մույսը ցահողեցավ առաջին անձը զոր գուզեմ ցեզի ներկայացնել Հովսեփն է 5 դագարանի մեջ ասոնք թե 5 դագարանի ժամանակի մեջ ապրեցան այդ ժամանակաշրջանի մեջ որ շատ դժվար էր Հովսեփ ինչ վիճակներ անցավ բայց ուր հասավ հաջողեցավ աշուշտ հաջողեցավ նեղությունները, դժվարությունները, դարաբանքները իր հարազատներուն կողմէ ոչ թե թշնամիներ են լրությամբ Աստուծո հաստատվեցավ եւ դեռ մի եկավ որ Հովսեփ երկրորդ փարավոն եղավ իր ժողովուրդը սովեն ազատող եղավ փրկիչ եղավ ինչու համար հոս Աստուծո հետ կապված էր գխորեր, գմտածեր, իմ հայրերուս ասվածը, Աբրամի, Հակոբի, Իսահակի եւ այլն, միշտ գմտածեր, միտքը վերներ, առաքյալն ալգսե, քանի որ Քրիստոս հետ հարություն արիք վերի բաները մտածեցեք, վերի, ուրեմն հաջողեցավ, փառավոր հաղթանակ մտարավ իր բոլոր դժվարություններում վրա, իսկ մույսը, որ ցախողեցավ, Սամսոնն է, թադավոր և ինչ աստիճանի հասավ, աչկերը գուրցուցին և այդ չաղացքի քարը գթարցներ, ձաղրանքի արարգա թարցավ, խրախճանքի ժամանակսին կանչեցեք նայենք այդ Սամսոնը, թող մեր արջևը խաղա քիչմը, բարե վրան խնդանք, ինչ մեծ ամոթ, ինչու համար, որտև ամփարիշներուն ջամփուն այդ խորուրդը, այդ մտածելակերպ ուներ, չհերացավ այն բաներեն, որոնք զինքը Աստծուց հերացուցին,
Թալիլային էդ իչ կորձ ունիս, փղշտացիներուն հետ, ասված հստա գրած էր, անոց հետ խնամություն չի գա, գրաբաշտեմ, ես շատ սիրեցի, ուր կտնեմ անա քեղեցիկ աղջիկ, ծնող կսի, մեր ժողովրդի մեջ չի գա, փղշտացին անթլպատներուն, անոք գրաբաշտեմ, ոչս, ուզեմ, կացեք ինձի արեք, և դեղ մասա, որ ամեն բան գործնությունս, բատճարը ամպարիշներու խորուրդի մեջ կալեց, իր ծանգություններուն մեջ կալեց և մորցավ իր հայրերուն աստուծո կործերը։ 4 և 6 համարներու մեջ եվս կարևոր բատկան մգա, բոլոր անոց, որոնք աստուծո ջամփում մեջ չեն կալեր։ Վասնզի գսե 5-րդ Ասորամար ամպարիշները 4-րդ են գարտամ, այսպես չեն ամպարիշները, հաբա մղեղի բես զորհովը գծրվե, ասորամար ամպարիշները Թադաստանի մեջ բիդի չգրնան գենալ, այսինքն բիդի չի գրնան դոգալ, արակյալ գսը ամեն լեզու բիդի կոցվի, ոչ ալ մեղավորները արդարներու ժողովքի մեջ, գապ չունի, երկու ջամփաներ են, մեկը մյուսին հետ գապ չունի, բասնզի դերը գջանչնա արդարներու ջամփան, բայց ամպարիշներու ջամփան պիտի գործվի։ Մեղավորներու ջամփան գհիշվի ինչպեսի ջամփամն է, հիշեցինք Գայենի ջամփան, Նոյի օրերու մեջ աբրո մարդոց մդայնության ջամփան։ Ուրեմն այս ջամփաները մեկտի պիտի գնաս, բատկամը այս է քեզի այսօր։ Ընդրությունը քուգը դե ես չեմ գդարը ստիպել։ Դիկնոչս չեմ ստիպել, որ այս ջամփում մեջ են կալե։ Ազատ ես, ասված գոչ կնե, գնդրես, գիշեր ու ցերեկ անոր խորհուրդներուն վրա մտածես։ Ուրեմն որպես քրիստոնյաներ մեզի հաջողություն կնշանակե այս գարջ կյանքին ընթացքին Աստուծո ուզած տեղը ըլլալ, անոր ծրագիրներու մեջ բաժին ունենալն է։ Հարցը գուզենք, թե ոչ կսես, չէ, ես այդ տեսակ բաներուն հետ միտքս աստքայնալ չեմ հոգնես, ես եկեղեցի գերտամ կուքամ ամեն գիրագի, բարդագանությունս կգադարեմ ու վերջ, ասիգա սուտ մխիթարություն է։ Գուզես, աչկերըտ երգիկ պանաս, պետք է, դերոչի հետ կալես և ընդրես, անոր խոսքը քու հաջությունը ըլլա։ Մեղքը ընդրող և անոր մեջ աբրո մարդուն, եթե ասես այս աշխարհի մեջ հարստություն թիզելու համար, վայելելու համար, մասնակետ մի եկած և թասախոսություն մը բիդիոն է, փյուրավորներ բիդի երթան, բաց ագանչներով մդիկ բիտնեն, ինչպես կրնամ ես հաջողություն ցերցքել, թրամ գա, ինչպես, սակայն, որքան ալ մդիգնեն, և իրավ հաջողին, անոնց հաջողությունը մինչև քերեզման։ Իսկ հավատացյալին արձանագրած հաջողությունը թե հոս ինքը ուրախ պիտի բահե, խաղաղ և թե հավիտենական մեջ։ Երանելի այն մարդը, որ ամպարիշներու խորհրդի մեջ չկալեր ու մեղավորներու ջամփում մեջ չգենար և ձաղը նողներու նստած տեղը չլստիր, հաբա անոր հաջությունը Աստուծո օրենքի մեջն է։ Գիտեք երանելի ինչ կնշանակե չէ, երջանկահոգի, մեկը, որ երջանիկ անցմն է, երջանիկ անցմն է։ Հիմա եթե ցեզի ասեմ, եսօրեն վերջ մեր երջանկահոգի թորքոմին բիդայցել եմ, բիդսեք մեղա քերեզման բիդայցել ես, ոչ, թորքոմ եղբայրը հավատացյալ մնե, որ իր գնոջ հոգ կդանի, բայց երջանիկ անց է, երջանկահոգի է, ներքին խաղաղություն գվայել է, հոս
երբ Հիսուս խոսեցավ 5-րդ Մատթեոսին 5-րդ գլուխի մեջ երանի ողորմածներուն, երանի խաղաղություն ունողներուն, երջանիկ անձեր են անում, հոն մերելներուն չի խոսեցավ, ողջ մարդոց խոսեցավ, հոս երջանիկ կլաս, անձդ երջանիկ կլա, երանելի այն մարդը, երջանիկ է այն մարդը, որ ամպարիշներուն խորածը չի խորիր, անոց մդայնությունը չունի, գեր խմեթիզե ապրե վերջացավ, հաբա իր հաջությունը աստուծո օրենքի մեջն է, դերը ձեզ օրհն է, իր շնորհքի մեջ բահե երանի թե մենք հաջողություններ ցերկ ցկենք միջ գաբրինք դերոջ հետ իր փառքին համար ամեն Վերջավորությամբ իդերքենք 276-րդ երգը Քեղեցիկ երգ մնե Վերջին դունը ոտքի վրա եւ աղոթքով պիտի շարունակենք Ես կջամփորդեմ լուսո մեջ բայցար ծորերու մեջ են լերներու վրան Հիսուս ըսած է ես քեզ չեմ մոռնար Հարցը մենք չմոռնանք, մեր միտքը չհերանանք, երորդ տունը ոտքի վրա, 276 Ես կջամփորդեմ լուսո մեջ բացար, ծորերու մեջ են լերներու վրան Հիսուս ասած է, ես քեզ չեմ մոռնար, խոստումներ հաստատ միշտ կմնան Երկնային արե, հոգիս կողում է ասաման լույս Հալելույա, երգեմ արդարե, իր փառքավիճան իմ սեհիս Եվ որ խավարը ամեն գոմատ է, առաջնորդից դեմ նա չգոցեմ Քանսի ինքներուս խավարը գատ է, իրեն մոտ կարնեմ հաստատ կայլեմ Երկնային արե, հոգիս կողում է ասաման լույս Հալելույա, երգեմ արդարե, իր փառքավիճան իմ սեհիս Այցար լուսո մեջ միշտ ուրախ սրտով կհառաջանամ թևերին դու Հարտանով իրեն կքանեմ իր քով արևին մեջին սիրույնանում Երկնային արե, հոգիս կողում է ասաման լույս Հալելույա, երգեմ արդարե, իր փառքավիճան իմ սեհիս Այո Տեր Հիսուս, մենք քու գտենք թուն մերն ես, շնորհակալ ենք Տեր, որ մեր կյանքերը հեղաշրջած ես եւ մեր սրտերուն մեջ գտակավոր ես։ Շնորհ Տեր, որ բաժնվիկ այն բոլոր բաներեն, որ մեզի քեզ մեկ հերացնեն։ Եվ մեր խորհուրդները, մեր հաջությունը քու խոսքիդ վրա ալլա։ Այդպեսով պիտի ճանչնանք քու գամքդ եւ քու բոլոր ծրագիրներդ պիտի հասկանանք։ Օգնե մեզի, որ մեր կյանքերը քու ուզած տեղը դլան եւ այսպես մենք ալդեր հաջողություններ ցերցկենք եւ քու անբանդ բադիվ բերենք։ Արցակես մեզ քու խաղաղությանդ։ Փառքի համար կխնդրենք։
Ամեն։